Բարև ձեզ բարեկամներ։ Աշխատանքային նոր շաբաթը Փակ TV-ն սկսում է հերթական անգամ արդեն Մոսկվայից եւ իհարկե ուզում եմ ողջունել նախ մեր բոլոր ունկնդիրներին, ովքեր սովորականի պես այսօր են մեզ հետ են մեր կողքի։ Գիտեք, ամեն անգամ եթեր մտնելուց առաջ միշտ ես շատ կարևորում եմ թե ով է հյուրը։ Այդ հյուրից շատ բան է կախված եւ ամենակարևորը մենք նրա խոսքին սպասում ենք, իսկ ոչ միայն մենք, այլ մեր բազմահազարանոց ունկնդիրները, որոնք նույնպես սպասում են այնպիսի հյուրի խոսքին, որոնցից մեկն էլ այսօրվա մեր շատ ցանկալի Գուրգեն Սիմոնյանն է, Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, մեր ճանաչված հանրային քաղաքական գործիչներից մեկը։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Շատ վաղուց չենք հանդիպել, իսկ նոր տարում առաջին անգամ ենք հանդիպում։ Ես ուզում եմ իհարկե անցած բոլոր տոները շնորհավոր լինեն, լավ տարի լինի եւ ամենակարևորը 2026-ը պիտի լավ տարի լինի Հայաստանի Շնորհապետական կուսակցության համար։ Շատ շնորհակալ եմ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Սա առաջին եթերն է նոր տարում 2026 թվականին։ Ես էլ ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, ամենակարևորը առողջություն եւ բոլոր գործի բերումով բոլոր նպատակների իրականացում 2026-ին։ Սա իրոք, ինչպես դուք շատ արդարացիորեն նշեցիք, վճռական տարի է եւ ինչ խոսք կարող է այս տարին իր հետքը ունենալ հայ ժողովրդի ճակատագրի վրա, կապված մեր բոլորի հավաքական կամքից եւ մեր բոլորի ընտրելու հնարավորություններից։ Սա շատ կարևոր տարի է մեզ համար։ Պարոն Սիմոնյան, իսկապես 2026-ը բախտորոշ է լինելու, դե նախ այն համապետական հերթական ընտրությունների 2026-ի ազգային ժողովի ընտրություններով է նշանավորվելու, ընտրություններ, որին մասնակցելու է նաև ձեր կուսակցությունը, եւ ես կարծում եմ, որ այս ընտրություններին պետք է շատ լուրջ մոտենալ, որտեղ այն վճռորոշ է լինելու առանց չափազանցության եմ ասում հայ ժողովրդի համար։ Մենք հերթական անգամ սխալվելու իրավունք պարզապես չունենք։ Մենք պիտի արդեն այս բոլոր դաժան իրողություններից հետո ճիշտ հետևություններ արած կանք ընտրությունների եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի մասնակցի, որ իր ձայնից էլ է կախված ամեն ինչ, որ գնա ընտրության, մասնակցի ընտրությանը, թող ուզում է ձայնը տա, դա իր խնդիրն է, բայց գնալ ընտրությունների պետք է, այլապես ներկա ռեժիմը կարող է օգտվել այդ հանգամանքից եւ նորից վերարտադրվել։ Մի խոսքով ընտրությունների տարի է, տարի, որը մեզ բոլորիս ավելի այսպես հավաքելու, ավելի այսպես նպատակասլաց է դարձնելու։ Ինչ կասեք այդ մասին։ Անշուշտ համաձայն եմ եւ ամենակարևոր հենց մեխին դուք հարվածեցիք, ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինն էր ասում, խավարն անիծելու փոխարեն մեկական մոմ վառենք, եւ այս առումով մեկական մոմը կստացվի, եթե մենք յուրաքանչյուրս գնանք եւ տեր կանգնենք մեր քաղաքացիական իրավունքին, մեր ձայնին։ Պարտադիր, սիրելի հայրենակիցներ, անպայման մասնակցեք բոլոր տեսակի ընտրություններին, իմացեք, որ մեկ անձից շատ բան է կախված։ Մենք բազմաթիվ անգամ զրուցել ենք միասին եւ խոսել ենք այն պատրանքների շուրջ, որոնք տարիներ շարունակ փորձել են արմատավորել մեր մեջ, իսկ դրանցից ամենավտանգավորը հետեւյալն է. ինչ կարող է փոխել իմ ձայնը, մի հոգին ոչինչ չի որոշում, եւ այլն, դա սուտ է։ Մի հոգուց շատ բան է կախված, այն ազգային պատումի, ավանդապատումի նման, որ Զվարթնոցի տաճարի խոյակները, սյուները միմյանց շրջապատած, սյուներից մեկը որոշում է թուլանալ, ասում է դե մի սյունով ինչ է պայմանավորած, որ բոլոր սյուները կան, ես մի պահ թուլանամ։ Այդ պահին բոլոր սյուներն են այդպես մտածում եւ տաճարը խոնարհվում է։ Եկեք Հայաստան կոչված մեր տաճարը ամուր կրենք մեր ուսերին չթուլանալով։ Յուրաքանչյուրիցս կախված է մեր ճակատագիրը, անպայման գնալ է պետք ընտրություններին։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, ես ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ այն խոստումը եւ առաքելությունը, որ 2024 թվականի մայիսի 28-ին ես վերցրեցի ինձ վրա,
մուտք գործելով քաղաքականություն, ստեղծել մաքուր, որևէ մեկի հետ կապ չունեցող, ոչ նախկինների, ոչ ներկաների, ոչ արտաքին ուժերի, որևէ մեկի հետ կապ չունեցող ազգային ուժ, որը ինքն իրենից կներկայացնի այլընտրանք։ Մենք պատվով միասին դա իրականացրեցինք, սիրելիներ, մենք կարողացանք 2025 թվականի փետրվարի 27-ին հիմնադիր համագումարով ծնունդ տալ Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, նույն տարվա ապրիլի 11-ին մենք ստացանք պետական գրանցում և արդեն տարեվերջին դեկտեմբերի 18-ին 2025 թվականի երկրորդ աշխարհաժողովի ժամանակ Շնորհապետական կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցելու հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին և վարչապետի թեկնածու առաջադրեց ձեր խոնարհ ծառային ինձ։ Այս առումով մենք փորձելու ենք տանել պայքարը առաջ, համախմբվեք, որովհետև այս տարին բախտորոշ է լինելու, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, և մենք պետք է կարողանանք փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պետք է կարողանանք փոխենք այն համակարգը, որը արմատավորված էր Հայաստանի Հանրապետությունում և ցավոք սրտի իրենց հեղափոխական ուժեր հռչակած անհատներն ու ուժերը չկարողացան ժողովրդի բարձր քվե ստանալու պարագայում դա իրագործել։ Հիմա չկարողացան, թե չուզեցին, ես չեմ ուզենա այս մանրուքների շուրջ խորանալ, որովհետև երկու պարագայում էլ պատասխանը մեկն է՝ Հայաստանի կործանում, թե չուզենալու պարագայում, թե չկարողանալու պարագայում։ Այս առումով գործ է պետք անել, այլընտրանքը կա, ընտրության պետք է գնալ և տեր կանգնել սեփական իրավունքներին։ Գիտեք, որպեսզի ընտրողը գնա այս կամ այն կուսակցության ետևից, պետք է այդ կուսակցությունը արժանահավատ ծրագիր ներկայացնի։ Շատ էս ամփոփված, ընդգրկուն։ Ես կարծում եմ, որ ձեր կուսակցությունը նման ծրագիր ունի և այդպիսի ծրագրով էլ հենց ուզում է գնալ առաջիկա ընտրություններին։ Անշուշտ, մենք ունենք ծրագիր, մենք ունենք ռազմավարություն, շուտով վերանայվում է մեր ծրագիրը, որը մենք կհրապարակենք անպայման։ Անցյալ տարի մենք հրապարակեցինք ծրագիր, բայց այս տարի մի քիչ ավելի հարստացված տարբերակով ենք ներկայացնելու։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ազգային մաքուր այլընտրանքի համբավ ունեցող կուսակցություն է։ Մեր ֆինանսները և նյութական մասը ապահովվում են բացառապես քաղաքացիների նվիրատվությունների և անդամավճարների մեթոդով, և այս առումով մենք կարող ենք պարզ ճակատով ասել, որ որևէ մեկից կախում չունենք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և մեր սփյուռքի հայրենակիցներից։ Եվ օգտվելով առիթից ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, լինի Հայաստանաբնակ, թե սփյուռքի մեր հայրենակիցներին, որ իրենց մսից պոկած գումարներով տեր կանգնեցին, շենացրեցին և մեր կողքին կանգնեցին, որպեսզի մենք կարողանանք որպես քաղաքական ուժ ինքնաիրացվել։ Անշուշտ նաև արդարացի է, որ մենք իբրև նորաստեղծ քաղաքական ուժ դեռ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի ինստիտուցիոնալ, կառուցվածքային և կոմունիկացիոն հաղորդակցային առումով շտկենք ինքներս մեզ, բայց դա սարերի հետևում չէ, որովհետև ուժեղ թիմ ենք հավաքել, պատրաստական թիմ, որոնք աշխատում են զորնի գիշեր, ամեն օրյա ռեժիմով, առանց դադարի, և այս առումով մեր դռները դեռ բաց են և բաց են լինելու բոլոր այն քաղաքացիների և առհասարակ հայերի առաջ, որոնք երբևիցե արատավոր բարքերի մաս չեն կազմել, ոչ եղել են նախկին իշխանությունների վճռորոշ անձիկ և ուժեր, ոչ ներկա իշխանությունների վճռորոշ անձիկ և ուժեր, չեն սպասարկել ի հեճուկս Հայաստանի Հանրապետության ազգային շահերի օտարերկրյա պետությունների ազգային շահեր, այդ բոլոր սկզբունքներին համապատասխանող յուրաքանչյուր անձ տեղ ունի մեզ մոտ, մեր դռները բաց են նրանց համար։ Եվ այս առումով մեր ծրագիրը հետևյալն է. արտաքին քաղաքականության առումով իրատեսական, պրագմատիկ արտաքին քաղաքականություն, այսինքն մենք պետք է ելնենք մեր ազգային շահերից, այն ռազմաքաղաքական դաշինքները, տնտեսական միությունները, անդրազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները, պետությունների հետ ռազմաքաղաքական երկուստեք դաշինքները, որոնք չեն ելնում մեր ազգային շահերից, պետք է կասեցվեն։ Իսկ մենք հեծանիվ չենք հորինի, որ ասենք թե
հապկում մեր անդամակցությունը, որ ներկայիս իշխանությունները ինքնախաբեությամբ սառեցված են համարում, չի բխում մեր ազգային շահերից, թե ԱՊՀ-ում եւ ԵԱՏՄ-ում լինելը չի բխում մեր ազգային շահերից։ Հետևաբար Շնորհապետական կուսակցությունը իր առջև դրել է այն հանգամանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ազատվի այն կապանքներից, որոնք կաշկանդում են մեր սիրելի Հայաստանի Հանրապետության հնարավորությունների ամբողջ չափաբաժինը եւ շրջահայաց այնպիսի քաղաքականություն իրականացնելու հնարավորությունները, որոնք մեր տնտեսությունը եւ անվտանգային ճարտարապետությունը կբարձրացնեն շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան մենք ունեինք եւ ունենք այսօր։ Այս առումով Շնորհապետական կուսակցությունը բացի ռազմավարական մոտեցումը գործիքակազմի թարմացման առաքելություն է իր ուսերին ստանձնել։ Գործիքակազմի մեջ մտնում են կառուցվածքները, համակարգերը, որը պետական կառավարման համակարգն է, եւ անձիկ մասնագետները։ Անկամ այդ անձանց մասնագետների ներգրավվածությունը մենք մեր կուսակցության անվանում ենք սարքել մերիտոկրատիա, շնորհապետություն, արժանիների իշխանություն։ Մենք հնարավորություն պետք է տանք, որպեսզի ոլորտների լավագույն մասնագետները որդեգրելով Շնորհապետական կուսակցության ռազմավարությունը գան ստանձնեն հանրապետության բարձրաստիճան պաշտոնները եւ կարողանան պատասխանատվություն կրել տարբեր ոլորտների առաջ մղման եւ զարգացման առումով։ Այս համատեքստում մենք մշակել ենք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության նոր կառուցվածք հայեցողական պաշտոններով, կառավարության առընթեր մարմիններով հանդերձ։ Եվ այս առումով մենք բաց ենք համագործակցության բոլոր պրոֆեսիոնալների հետ, որոնք որ շնորհապետական արժե համակարգի հիման վրա կլինեն, իրենց գործունեությունը կծավալեն։ Եվ պարտադիր չի, որ նրանք ֆորմալ առումով լինեն կուսակցական։ Պարտադիր չի։ Եվ մենք նախանձախնդիր ենք, որտեղ միակ շարժառիթը, որ ես իբրև քաղաքական գործիչ եւ հանրային գործիչ առաջին հերթին մուտք գործեցի քաղաքականություն, դա բերել ազնիվ եւ անկեղծ այլընտրանք մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք թույլ չտալ պղտոր ջրում ձուկ որսացողներին կրկին վերարտադրվել կամ ետ վերադառնալ եւ խափանել մեր անվտանգային քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր անվտանգային ճարտարապետություն։ Սիմոնյան, ես պիտի ասեմ, որ շատ դժվար է լինելու պայքարը առաջիկա ընտրություններում։ Դե մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ իրենք աջակցելու են Փաշինյանի ռեժիմին։ Այսինքն պարզ է, որ այսօր իշխող կառավարության թիկունքին կանգնած է Թուրքիան եւ Ադրբեջանը, չեմ ասում նրանց հարակից արբանյակային այն կուսակցությունները, որոնք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի այս հանցավոր ռեժիմը վերարտադրվի։ Ես հանցավոր եմ ասում, որտեղ այն ինչին նրանք հասցրեցին մեր երկիրը, ուրիշ կերպ չեմ կարող ասել։ Բայց այս պայքարում ինչ է կարծում, այնուամենայնիվ հնարավոր է հաղթել նման իշխանությանը, ով այդքան հզոր, ասենք, իր թիկունքին ուժեր ունի։ Մենք բոլորս գիտենք, որ անհնարին ոչինչ չկա։ Ես հայ մարդ եմ, իմ պայքարը տանելու եմ առաջ։ Իմ հնարավորությունները կախված է լինելու նաև ձեզանից, բոլորից։ Ինչքան շատ համախմբվեն մեր շուրջ, այնքան մեր տեսակարար կշիռը եւ պոտենցիալը կլինի ավելի մեծ։ Եվ որքան մարդիկ կհամախմբվեն, այնքան հնարավորությունը հաղթանակի առարկայական կդառնա։ Ես իմ պայքարը տանելու եմ անշեղ, տանելու եմ աներեր, անմռունչ, քայլելու եմ այս ճանապարհով։ Հիմա մեր սիրելի հանրապետության եւ առհասարակ աշխարհասփյուր հայությունը պետք է գիտակցի, որ համախմբվելու ժամանակն է։ Հետևությունները թողնենք մեր ժողովրդին, դուք միշտ իմացեք, որ այն դերակատարները, որոնք իրենց պատմության ողջ ընթացքում փորձել են ջնջել հայկական հետքը, անգամ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելուց հետո հիմա փորձում են քերել հայկական ամբողջ պատմական ժառանգությունը այդ տարածքների վրայից։ Իմացեք ում են սատարում նրանք, իրենց պրոպագանդիստները, այն անձիկ, ովքեր սնվում են նրանց փողերով։ Հետևաբար նրանց ձայն տալ չի կարելի, հետևությունները ձեր վրա, եւ ի վերջո պետք է հասկանանք, որ տուրբուլենտ փոփոխվող աշխարհում, որտեղ
Ոչինչ կոնստանտ չէ։ Միջազգային իրավունքների հիմնարար ակտ համարվող սկզբունքը, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները հարցականի տակ են վերցված, դուք չեք տեսնում, եւ այս առումով եթե մենք տեսնում ենք, որ 1945 թվականից ի վեր ձևավորված աշխարհակարգի երկու հիմնարար սկզբունքները կասկածի տակ են վերցված եւ ձեր հարևան պետության ղեկավարը սանձարձակ հայտարարություններ է անում, որ ուժի իրավունքը գերակայում է արդարության իրավունքի վրա, ուժի հնարավորությունը գերակայում է արդարությանը։ Դուք պետք է գիտակցեք, որ տարածաշրջանում 3 հսկայական կայսրությունների կիզակետում եւ աշխարհաքաղաքական այսպիսի երերուն իրավիճակներում չի կարելի իշխանությամբ օժտել կոլաբորացիոնիստներին եւ կակիստոկրատիային, վատթարագույնների իշխանությանը։ Պետք է իշխանությամբ օժտել շնորհապետական ուժերին, իսկ շնորհապետական ուժերը միայն շնորհապետական կուսակցությունը կարող է չլինել, կարող են լինել այլ քաղաքական ուժեր, որոնք որ շնորհապետական գաղափարախոսության են ծառայում եւ այլն եւ այլն։ Դուք ձեր կամոք գնացեք ընտրությունների եւ ընտրեք այլընտրանքի, եթե այդպիսի գտնում եք, բայց հրաժարվել քաղաքացիական իրավունքից չգնալ ընտրության եւ տեր չկանգնել սեփական ձայնին, դա նշանակում է ինքնակամ զոհասեղանի առաջ տանել սեփական պետականությունը, իսկ սեփական պետականությունը զոհասեղանի առաջ տանելը նշանակում է զոհասեղանի մատուցել սեփական արժանապատվությունը, այն ինչ որ ձեզ մարդ է առհասարակ պահում եւ հայ մարդ է պահում, իսկ հայ մարդը առաջին հերթին ազատ մարդն է եւ իր արժանինքների համար մարդ մղող պայքարելու ձիրք ունեցող մարդն է։ Այս գիտակցումը մեր մտքում պահած պետք է ապրենք 2026-ը եւ կարողանանք ճիշտ կողմնորոշվել։ Դուք տեսնում եք Իրանի Իսլամական Հանրապետությունում ինչ իրողություններ ու խմորումներ կան, ինչպիսի իրադարձություններ են ընթանում գլոբալ մակարդակում։ Այսպիսի աշխարհում Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքական գործընթացներում պետք է զգուշավորություն դրսևորի։ Հապճեպ որոշումները կարող են վնասել։ Փոխարենը ջանք ու եռանդ պետք է չխնայել հայկական ինքնապաշտպանական հնարավորությունների ամրացման առումով։ Այս առումով արդյոք Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի զարգացման հանգամանքը առաջնային է պահում։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ոչ։ Նա ասաց, որ բանակի դերակատարությունը առաջնային փորձում ենք չպահել։ Այդպիսի միտք մոտավորապես ուղիղ մեջբերում չէ սա։ Արտահայտեց վերջերս։ Հետևաբար մենք պետք է գիտակցենք, որ համապարփակ անվտանգության մոտեցումը, որը որ Հրաչյա Արզումանյանի մշակած սկզբունքներով է, պետք է կյանքի կոչել օր առաջ ինքնապաշտպանական հանրություն ուժեղ քաղաքացի սկզբունքով։ Սա է մեր օրհասական խնդիրները եւ եթե դու պետական կառավարման համակարգը իմի չես բերում, հայ ժողովրդի պաշտպանական հնարավորությունները չես զարգացնում, զինված ուժերը չես հզորացնում, անհնարին է ստանալ հավասարակշռված խաղաղություն։ Գիտեք, այն ներքին գժվրտոցները, որ շարունակվում են, երբեք չեն կարող լավ բանի հանգեցնել։ Տեսեք, եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը, լավ որքան կարելի այդ թատրոնը շարունակել։ Միթե մարդիկ չեն հասկանում, որ սա իշխանություններին ձեռնտու տարբերակ է, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղին այն հիմնական հարցերից, որոնց առջև մենք հայտնվել ենք։ Ինչ կասեք այդ մասին դուք։ Անշուշտ, ես քանիցս ասել եմ, որ ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի այց առաքելական եկեղեցու սուրբ եկեղեցու հետևորդ խանդավառված չեմ ամենայն հայոց կաթողիկոսի տեսակով։ Խանդավառված չեմ եւ միշտ եմ ասել, որ մենք արժանի ենք շատ ավելի ժուժկալ եւ մաքրամաքուր կենցաղով, շատ ավելի բարձր հայացքներով վեհափառ հայրապետի, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել վեհափառ հայրապետին կոչել նրա ավազանի անունով, որովհետև ես չգիտեմ եւ չեմ կարող ասել, այդ երբ է նա կարգալույծ արվել, ինչ որոշմամբ։ Սանձարձակներ կան նրան ավազանի անունով են անվանակոչում, հեգնելով այստեղ ոչ թե անձին, այլ ինստիտուտին, համակարգին։ Իսկ մենք գիտենք առհասարակ գիտությունը ապացուցել է, որ համակարգերը երբեմն հիվանդանում են, բայց հիվանդանալու պարագայում նրանց լեգիտիմության վրա քար նետել չի կարելի, այլ պետք է փորձել առողջացնել։
Այնինչ Նիկոլ Փաշինյանը ծավալում է հիմա, սահմանադրորեն իրեն չվերապահված գործողություններ են։ Նման օրհասական իրավիճակում, երբ որ մենք չենք կարող պարծենալ մեր տեղով եւ դերով ամբողջ աշխարհի համատեքստում, ռեգիոնի, տարածաշրջանի համատեքստում եւ մեր զարգացվածության, զինված ուժերի պոտենցիալի, պաշտպանունակության, մարտունակության, տնտեսական կարգավիճակով, դրամ-դոլար հարաբերակցությամբ, սոցիալական արդարությամբ, այս իրավիճակում, երբ որ նման խնդիրներ կան, դու սահմանադրական քո ծիրից ինչու ես դուրս գալիս, առավել եւս երբ որ նախընտրական process-ներում խոստումներ ունես տրված, քաղաքագիտական տգիտությունը այն աստիճանի է այս անձանց մոտ, որ հիմք են ընդունում այն հանգամանքը, որ ժողովուրդը դուրս չի գալիս հեղափոխություն անելու, հետևաբար իրենք ճիշտ են, այնքան տգետ են, որ չեն հասկանում, որ եթե նրանք ժողովրդին այս պահին կոչում են հեղափոխության, եթե ժողովուրդը դժգոհ է, ապա նրանք կասկածի տակ են դնում իրենց իշխանության սահմանադրական կարգավիճակը, այսինքն նրանք կամա թե ակամա ընդունում են, որ կամ բռնազավթված է Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրենց կողմից, կամ իրենք բռնազավթելու են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որտեղ միայն բռնազավթված իշխանությունների պարագայում, երբ որ օրինական որևէ մի ձև չի մնացել իշխանափոխության գալու, ժողովուրդն ունի հեղափոխությունների միջոցով վերադարձնելու իր իշխանությունը։ Իսկ միջ բռնազավթելը կա միայն մեկ գործընթաց, դա համապետական ընտրություններն են, եւ այդ անգրագետ տհասները պետք է հասկանան, որ միայն համապետական ընտրությունների միջոցով ժողովուրդը իր կամարտահայտությամբ կտա գնահատականը իրենց եւ նրանք հանձնառու են բացառապես իրենց նախընտրական խոստումներին, ոչ թե այն գործընթացներին, որոնց համար նրանք լիազորված չեն եղել նախընտրական խոստումներից անդին։ Իսկ 21 թվականի նախընտրական խոստումներում նրանք պարտավորվել էին Արցախի մեր հայրենակիցների եւ Արցախի հանրապետության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարցում։ Ուր է Արցախը։ Նրանք չեն հարցրել, չեն հարցնում եւ շարունակում են կամայական քաղաքականություն իրականացնել։ Եվ եթե որոշ տգետներ կասեն, որ Արցախը աշխարհը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ապա ես ձեզ հետևյալը ասեմ, այդ դեպքում աշխարհը ինչու ձևավորեց Մինսկի խմբի համանախագահությունը, եթե ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Մինսկի խմբի համանախագահությունը ձևավորված էր, որտեղ Արցախը վիճելի տարածք էր, եւ ձեր դիվանագիտական ձախողումները մի փաթաթեք ժողովրդի պարանոցին, եւ ձեր տհաս սազանդարներով մի ասեք, որ ժողովուրդը փակել է Արցախյան հարցը։ Փակողները կկանգնեն արդար դատաստանի առաջ, ժողովուրդը չի փակել Արցախի հարցը եւ կոգնիտիվ պատերազմների տարեր պարունակող մեթոդներ մի կիրառեք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա մենք պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ նաեւ այն անձնավորությունը, որ չի կարողանում լեգիտիմությունը եւ լեգալությունը տարանջատել, երկիրը ղեկավարելու իրավունք չունի։ Նախ սկսենք այնտեղից, որ ընտրություններից տևական ժամանակ հետո միջև համապետական հերթական ընտրություններից 5 պակաս դու չես կարող չափել քո լեգիտիմությունը, որ հայտարարում ես ամբողջ աշխարհով, որ ձեր լեգիտիմության հարցը լուծել եք։ Սա սուտ է։ Դուք լեգալ օրինական իշխանություն եք միջև ձեր լիազորությունների ավարտը, բայց լեգիտիմությունը չես կարող չափել, եղբայր։ Ոչ մի սոցիոլոգիական հարցումներով դա հնարավոր չի չափել։ Դրա առհավատչյան միայն ազատ, արդար, թափանցիկ, լեգիտիմ ընտրություններն են, ուրիշ ոչինչ։ Հայ ժողովուրդը պետք է վերջ դնի տգիտությանը։ Գիտեք, մի հարց էլ կա, ցավոտ, որ ուզում եմ անպայման խոսենք, գերիների մասին է խոսքս։ Տեսեք, շատ հաճելի է, որ վերջերս 4 գերի էլ ազատվեց ադրբեջանական այդ սնդաններից, բայց 20 մարդ առնվազն դեռ Բաքվի բանտերում են, ես չեմ խոսում այն բոլոր գերիները, որոնց մասին մենք գաղափարել չունենք։ Լավ, այսպիսի իրավիճակում ինչ պետք է անենք։ Ես կարծում եմ, որ կամաց ներկայիս իշխանություններին սատարող ուժերը գերիներին կվերադարձնի եւ սա միակ հարցն է, որ ինձ համար նպատակն արդարացնում է միջոցը։ Էական չի շարժառիթը որն է։
հեղինակություն ապահովելը, թե չապահովելը, արդեն գերիներին վերադարձնելը ինձ համար ուրախություն է, որ մեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան։ Այս առումով ցանկացած պարագայում նրանց վերադարձը ինձ համար ընդունելի է, անգամ եթե դա թշնամու կողմից գործող իշխանություններին լեգիտիմություն ապահովելու համար է, էական չէ, թող բերեն, թող գան։ Փառք Աստծո, որ 4 հոգի եկան, սպասենք մյուսներին, բայց նաև կան անհետ կորածների հարց եւ թվականակի առումով ինձ տարբեր տեղեկատվություն է հասնում, ես չեմ կարող ասել, որ դա 2 տասնյակի է, ավելի շատ թվեր են նշում, պարոն Ղոշյան։ Ես չեմ կարող թվեր ներկայացնել, որովհետեւ իրեղեն ապացույցներ չունեմ, բայց նման լուրեր գալիս են ինձ։ Հետևաբար այս իրավիճակում եթե հարևան պետությունը համարում է, որ ուժի հնարավորությունը գերակայում է արդարության հնարավորություններին եւ որ այդքան անմարդկային վերաբերմունք է դրսեւորում հայ ժողովրդի զավակների նկատմամբ, արդեն պարզ է նրանց խաղաղության իրական դեմքը որն է լինելու։ Եվ այս առումով մի քիչ ինձ համար նաեւ ուրախալի է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները ագրեսիվ են մուտք գործում Հայաստան, թեպետ եւ Արարատ Միրզոյանը նշեց, որ թրիփի մասով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հարգվելու է, դա շատ լավ է, բայց ինձ միևնույն է մտահոգում է անխոչնդոտ անցում բառակապակցությունը Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Եվ այդ front office եւ back office հասկացությունները, front office ըստ երևույթին այնտեղ ոչ հայ մարդիկ են կանգնած լինելու, front նշանակում է արչևի, որ այսպես ասած թուրքերը հոգեբանական դիսկոմֆորտ չունենան Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս, իսկ back office-ը այնուամենայնիվ գուցե հայկական ծառայություններ կլինեն, ով գիտի, կապրենք կտեսնենք, ես մանրամասներին տեղյակ չեմ։ Այս առումով մի քիչ Միացյալ Նահանգների սկզբունքային քաղաքականությունը ուրախացնում է, բայց վստահություն 100%-ով չենք կարող ունենալ, որովհետև փոփոխական աշխարհում ենք ապրում։ Ես պիտի ասեմ, որ այսօր Փաշինյանը ցանկացած մանիպուլյացիայով փորձում է պահպանել իր իհարկե իշխանությունը եւ այ հիշատակեցիք Թրամփի ճանապարհը նման ծրագրեր առաջադրելով ասում են սա խաղաղության առաջին պատողներն է, մենք հասել ենք խաղաղության եւ հատկապես Վաշինգտոնում ստորագրված այդ չգիտեմ փաստաթուղթ ասեմ թե ինչ ասեմ հանդիպումից հետո ամենուր հայտարարում են ներկայ իշխանությունները, որ խաղաղությունը փաստորեն կա Հայաստանում եւ դրա պատողները մենք վայելում ենք։ Դուք կիսում եք նման կարծիքը։ Իհարկե ոչ։ Մենք չենք տեսնում ինչպիսի աշխարհում ենք ապրում։ Գրենլանդիայի շուրջ իրադարձությունների մասին ով կերևակայեր։ Դուք պատկերացնում եք մինչև 2013-12 թվականը որևէ մեկը կերևակայեր, որ ռուս-ուկրաինական պատերազմ կսկսվի։ Որևէ մեկը կերևակայեր, որ Ռզա Փեհլևիների թագաժառանգը կցանկանա վերադառնալ եւ պարսկական թագավորությունը նորից վերակերտել։ Որևէ մեկը նման երևակայություն կունենար, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան հաշտության համաձայնագրեր կկնքեն, որ Ֆրանսիան Թուրքիայի դեմ դուրս կգա եւ Էգեյան ծովում նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը Հունաստանի համար կփորձի կասեցնել, որ Իսրայելը Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում Թուրքիային արդեն կդիտարկի առաջնային խնդիրներից մեկը իսրայելական պետության համար։ Տեսնում եք ինչ փոփոխվող աշխարհ է։ Այսպիսի փոփոխվող աշխարհում, որ այսօր նյութ ընկավ աչքովս, որ Եվրոպան հավաքական առումով Միացյալ Նահանգներին այլևս չի դիտարկում որպես անվտանգության երաշխավոր, այլ սպառնալիք եւ հնարավորություններ ու ենթակառուցվածքներ է դիտարկում Հարավային Ամերիկայի եւ Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունները զարգացնելու։ Դրանք իհարկե հաստատված տեղեկություններ չեն, լուրեր են, որոնք որ այս փոփոխական աշխարհում անդադ շրջանառվում են։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքը, որ Գրենլանդիայի նկատմամբ էքսպանսիոնիստական քաղաքականությունը սկիզբ կդնի աշխարհի վերջի։ Տեսնում ենք, որտեղ Գրենլանդիան փաստացի Դանիայի մաս հանդիսացող տարածք է, որը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Այսինքն այսպիսի աշխարհում
Լեզուտ ինչպես է պտտվում ասել խաղաղության դարաշրջան է սկսվել։ Արթնացեք։ Ինչ խաղաղության ժամանակաշրջան։ Դու ունես Աստծու կողմից տրված թանկագին ժամանակահատված եւ կարճ, որ այս ընթացքում քո պետության իմունային համակարգը բարձրացնես, իսկ դու պատարակներ ես անում։ Այո, դե դուք իհարկե, հիշատակեցիք Վենեսուելայի այդ արտասովոր դեպքը, երբ մի երկրի ղեկավարին կարող է ընկալ օրը ցերեկով առավանգել։ Սա էլ իհարկե այնպիսի մի երևույթ էր, որի մասին չպետք է մոռանալ։ Անշուշտ, դե այստեղ երկրի առաջնորդ կարգավիճակն էլ է մի քիչ խնդրահարույց, նախ ես համարում եմ, որ ոչ մի բռնապետություն երկրի օրինական իշխանություն չէ, դրանք հանցագործներ են, որ իրենց սեփական ժողովրդին ուզուրպացրել էին եւ իրենց թիկնազորով եւ ժողովրդի դեմ ձևավորած զինված ուժերով, ընդ որում ասում են կուբացիներ են բերել վարձկան, որպեսզի վենեսուելացիներին կարողանան ճնշեն Մադուրոյի համար։ Նման անձանց առևանգումը ես չեմ համարում, որ այդ իշխանության օրինական այդ պետության օրինական իշխանությունների առևանգում է, այլ այդ պետության ազատագրման ինչ որ մի փուլ է, այլ հարց է, որ դա բխել է առաջին հերթին Միացյալ Նահանգների շահերից, եթե նրանց շահերից չբխեր, այդ քայլին չէին է գնա, բայց այնուամենայնիվ, այո, դուք շատ ճիշտ եք, որ մենք արդեն կտրուկ գործողությունների աշխարհում ենք ապրում, եւ ես այս շարժընթացը, անկեղծ ասած, նկատել եմ 2010 թվականից։ Եվ 2011 թվականին, երբ որ ես իմ գիտական ատենախոսության մեջ հետազոտում էի Թուրքիայի եւ Ադրբեջանի միացյալ պոտենցիալի դեմ Հայաստանի Հանրապետության հնարավոր կանխարգելիչ քայլերը, անգամ գիտական հանրույթը ինձ ստիպեց, որ այդ բաժինը ես իմ հետազոտությունից հանեմ։ Ինչի մասին է խոսքը։ Մենք տեսել ենք այս մետամորֆոզան, այս զարգացումների սկիզբը, եւ այժմ աշխարհը թևակողել է անկանխատեսելի ժամանակահատված։ Անկանխատեսելի ժամանակահատվածներում յուրաքանչյուր պետություն եւ այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարություն ունի միայն մեկ առաքելություն՝ նախապատրաստել սեփական պետությունը եւ սեփական ժողովրդին հավանական ամենածայրաստիճան վտանգավոր իրադարձություններին, ոչ թե խաղաղություն ասելով թրջկոտել։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ մեր այսօրվա հանդիպման համար, շատ ուրախ եի, որ կարողացավ Մոսկվայից ուղիղ կապով զրուցել ձեզ հետ, ես կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը արդեն Երևանում կլինի, մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ համբերություն։ Շնորհակալ եմ, փոխադարձը ես եմ ձեզ մաղթում, շուտապույտ վերադարձ, այո, կհանդիպենք անպայման մեծ սիրով, եւ ուզում եմ իբրև վերջաբան ասել, որ գիտեք ինչ, մենք կարող ենք վախենալ, կարող ենք հուսահատվել, կարող ենք ընկճվել, բայց ոչ վախը, ոչ հուսահատությունը, ոչ էլ ընկճվածությունը մեզ ոչինչ չի տալու։ Փոխարենը արժի քայլել դեպի բաղձալի երազանք, դեպի ուժ, դեպի հնարավորությունների բացազատում։ Ինչքան էլ դրա արագությունը լինի, միևնույնն քայլեք այդ ուղղությամբ։ Եղեք ոգով եւ իմացեք, որ հայ ժողովուրդը ունի զավակներ, որ հայ ժողովրդի համար իրենց պայքարը կտանեն։ Միացեք, համախմբվեք, որ շատանանք, ավելի հզորանանք։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապով կապ ենք հաստատել Երևանյան մեր տաղավարի հետ, որտեղ հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին, մի հրաշալի անձնավորության, ում հետ, ինչպես ասացի, մեր առաջիկա հանդիպումներն արդեն սարերի ետևում չեն։ Այսօր այսքանը, մնացեք լավատես, ցտեսություն։